Արամուր, ինչ է եղել Աննա։ Պապ գործ ունը, պետք է դուրս գամ։ Արամ, ախր ես վիճակով ոնց ես գնալու, հազիվ ես քայլում։ Աննա, եթե ասում պետք է գնամ, ուրեմն պետք է գնամ։ Արամ, Արամ ինչ է կատարում։ Հասկացա արդեն ինչ գործ է։ Ու ում էիր զանգել։ Արփի հետ էիր, չէ խոսում։ Արփին էիր, չէ զանգել։ Վերջանա ձենդ չլսեմ։ Մի խառնվի իմ գործերին։ Արամ ինչի ես գոռում։ Մի փորձեք ինձ հետևել։ Աննա դա հատկապես քեզ է վերաբերում։ Որովհետև իմ ընտանիքի անդամները շատ լավ գիտեն, որ ես չեմ սիրում, երբ իմ սեփական տարածք են մտնում, ու չափից դուրս շատ հարցեր են տալիս։ Այդ հաշվի առ։ Արամ ինչ ես խոսում։ Արամ, Աննան մեր ընտանիքի անդամ է, ինչ ես դու առանձնացնում իրան։ Ձեզ Վարդան ստիպելով ընտանիք չես կազմի։ Արամը իր ընտրությունը վաղուց կատարել է։ Ոչ մի բան չես փոխի։ Ես գնում եմ։ Սպասի աղջիկս։ Սենց չի լինի։ Արամը դժվարություններ է սիրում։ Իսկ ես չեմ կարող անընդհատ իրան հետ պահեմ։ Գնումա թող գնա։ Ինքը գիտի ուր է գնում։ Իսկ ես գետի ընթացքը չեմ կարող փոխեմ։ Չեմ կարող։ Արամ։ Արածը դուրը եկավ։ Պապա, ես ոչ մի բան չարեցի։ Հերիք է ինձ ղեկավարեք։ Այսքան ժամանակ ես երբ եմ ձեզ հաշիվ տվել, թե ուր եմ գնում ու ինչքան ժամանակով։ Ես ինչ հարցաքննություն է։ Հիմա ամեն ինչ փոխվել է, տղես։ Ստիպված պիտի լինես հաշիվ տալու։ Ինքը քո երկրորդ կեսն է, տղես։ Մոռանում ես էդի։ Ինչքան հեշտ եք ասում երկրորդ կես։ Ինչի տենց չի արում։ Մի քանի օր առաջ հարսանիքի օրն էինք որոշում։ Էդ ինչ փոխվա, որ մենք տեղյակ չենք։ Ոչ մի բան էլ չի փոխվել։ Ամեն ինչ նույնն է, բայց մի ճնշեք։ Աննան ճիշտ էր ասում։ Արփի հարցն է, չէ՞ էս ամեն ինչը։ Ոնց։ Դու հələ Արփի հետ կապ ունես, հա։ Չէ։ Բա ինչ էր Աննան ասում։ Պապ, ասեցի չէ։ Արամ, առանց կրակ ծուղ չի լինում։ Ինչ ես անում, Արամ։ Ինչ ես խաբում մեզ։ Պարզա տղես։ Դու կարաս ոչ մի բան չասես։ Ես քեզ լավ եմ ճանաչում։ Այդ քո հայացքը ինձ արդեն ծանոթ է։ Արամ ճիշտ է ասում, պապան։ Լսի, դու քո գլխին ուզում ես փորձանք բերես էլի։ Չի ուզում էլի հանգիստ ապրի։ Ես ինչ ես անում, Արամ։ Ինչ ես անում քո հետ։ Քո ընտանիքի Աննայի հետ ինչ ես անում, տղես։ Պապ, խնդրում եմ թողեք ես իմ կյանքով ապրեմ։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ եմ անում։ Չգիտես, Արամ ջան։ Չգիտես, տղես։ Հենց խոսքը այդ աղջկան է վերաբերվում, դու ուրիշ մարդ ես դառնում։ Վատն ես դառնում, Արամ։ Անհասկանալի ես դառնում, փաստորեն ոչ մի բան չի փոխվել։ Ինչ է, Արամ։ Ինչ ես դու քո հետևից ընկե։ Ինչ ես ուզում։ Ինչ ես ուզում քեզանից, մեզանից, Արամ, Ինչ եղավ, պա։ Պա։ Լավ չես, պա։ 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 Ես քեզ եմ սիրում։ Ես քեզ եմ շատ սիրում։ Ահ, ես քեզ շատ եմ սիրում։ Կներես։ Կներես։
Ես Մարկին էլ ուշացի։ Բայց եթե դուք իմ հետ չմնաք, իմն է Մարկը։ Մարկը իմն է։ Եթե դուք իմ հետ հանկարծ չմնաք, ես ձեզ կսպանեմ։ Առանց քեզ իմ կյանքը կկործանվի։ Իմն է Մարկը, իմն է։ Եթե հանկարծ իմ կյանքը կործանվի, եթե հանկարծ մի օր ես չելնեմ ես երկրի երեսին, քանի որ դուք իմ ընտանիքն եք, ուրեմն դուք եք իմ հետ գալու։ Դուք իմ հետ պիտի լինեք արդի, այս աշխարհում կամ այն աշխարհում, դա ընդհանրապես կապ չունի։ Դու ես իմ ապրելու պատճառը արդեն, մենակ դու։ Իսկ Մարկը մեր ընտանիքի գրավականը։ Հասկացար, որ ձեր կյանքի իմ ձեռքերում է։ Հիմա հասկացար, որ ես ոնց ուզեմ ձեր հետ կվարվեմ, որ վարկյանին ուզեմ քեզ կկործանեմ։ Կարող է հիմա էլ չես հավատում։ Գալիս ես իմ հետ։ Գալիս ես։ Գալիս ես։ Պապ, արամ շուտ արա դեղերը բեր։ Պապ, պաշտապուկնություն եք զանգում։ Չէ, արմ ջան, պետք չի, ցավը արդեն թողել է։ Պետք չի, չզանգես բալես։ Կներես, պապ։ Ոչինչ տղես, դուք իմ երեխեքն եք։ Ես ձեր համար աշխարհն է շուռ գտում։ Պապ, հաստատ չզանգեմ։ Չէ, լավ եմ արդ։ Լավ եմ, Արմեն ջան, լավ եմ։ Նախացրիր, պապա։ Արամ, դու ինչ ես անում։ Պապան ստեղ վատացավ, այն աղջիկը այնտեղ խռովեց գնաց։ Մի քիչ հանգիստ բայ էլի քեզ։ Արմոն, մի վիճեք, լավ եմ։ Արփի ուր էր տարել Արնոն։ Այսքան ժամանակ խոսում էիք։ Պապա։ Արնոն շատ ծանր է տանում մոր մահը։ Չէի ուզում նրան մենակ թողնել։ Բայց ինչի էստեղ չէիք խոսում։ Այստեղ ենք։ Ուղղակի մի քիչ հեռու էր կանգնել։ Արփի, դու ինձնից ոչինչ չես թաքցնում։ Չէ։ Լավ, ես տանեմ։
Երեխուն քնեցնեմ հոգնելու։ Դե։ Դու էլ ոչինչ չես դարձնում։ Սկսեցի էլի։ Ոնը կներես։ Չէի ուզում որ սենց լինի։ Արամ դու էլ ինձ կներես։ Ես չի ուզում արփի անուն տայ։ Նամանավանդ պապայիդ մոտ։ Շատ լավ գիտեմ, որ ինքը ծանր է տանում արփիի թեման։ Ուղղակի դու ինձ ուրիշ ելք չթողեցիր։ Վեր երկացել այդ ոտքով ուզում էիր գնալ ու ինձ չէիր լսում։ Հիմա դա արդեն կարևոր չի։ Ոնց տեսնում ես, ես ձեր հետ եմ, ոչ մի տեղով չեմ գնացել։ Արամ, հասկանում եմ, բայց ես չեմ ուզում ամեն անգամ քեզ կյանքի գնով հետ պահեմ, ինձ ճիշտ հասկացի։ Հասկանում եմ, բայց դու էլ ինձ հասկացի։ Ես չեմ ուզում, որ ամեն անգամ մենակ մեր կռիվների մասնակից դառնան։ Դաշնակիցներ նման մի արի ես տան մեջ։ Դա էլ իմ քաղաքականությունն է։ Պապայիդ նման հովանավոր ունեմ, ինքը չի թողնում, որ դու ինձ նեղացնես։ Ես չէի փորձում քեզ նեղացնեի։ Ես դու լավ իմացի, որ ես չեմ ու սիրում, որ իմ անձնական հարցերը ընդհանուր քննարկման են դրվում։ Լավ։ Գնա տեսնեմ պապա ոնց։ Պապ, ոնց ես։ Ես լավ եմ։ Եթե թողնես Արամ ջան, լավ կնեմ։ Կներես, պապ։ Չգիտեի, որ իմ տանից դուրս գալը քո վրա տենց կազդի։ Չէ, տղես։ Կարևորը քո տանից դուրս գալը չի, այլ դուրս գալու նպատակը։ Ճիշտ չես անում, տղես։ Պապ, այդ պահին իմ տանից դուրս գալը շատ կարևոր էր։ Էլի քոնն ես պնդում։ Ճիշտ չի Արամ ջան։ Ես վատ եմ զգում, որ իմ տղան կյանքից զուր կա։ Պապ, ամեն ինչն ինձ չի, ոնց դու ես մտածում։ Ես գիտեմ ինչ եմ ասում, տղես։ Եթե դու ես վիճակով գնում էր էլի արփի հետ հանդիպման, ես բան չունեմ ասելու։ Պապ, դու չգիտես ինչ է եղել, ու սխալի ենթադրություններ ես անում։ Արամ, ես բավականաչափ կյանքի փորձ ունեմ, ու քեզ էլ 5 մատից պես գիտեմ։ Ես քեզ քանի անգամ եմ զգուշացրել, էլի նույն բանն եմ ասում, հեռու մնա այդ ընտանիքից, չես լսում, էլ ինչ-որ բան, որ լինում է, վազում ես արփին փրկելու, այնից երևի հենց դու փրկվելու կարիք ունես, դու մոռացել ես Արամ, մոռացել ես, որ մի տարի բանտում ում պատճառով ես նստել, հանուն ինչի,
մոռացել ես։ Իսկ ես չի տես։ Չէ։ Ես չեմ կարող մոռանալ։ Ես ոչ մի բան չեմ մոռացել, papa։ Ավելի լավ Արամ ջան։ Ավելի լավ որ չես մոռացել։ Բայց պետք է հիշես, որ Արփին քո ճակատագիրը չի տղես։ Մի վազի նրա հետևից։ Արամ, եթե քո հետ ինչ-որ բան պատահի, ես էլ չեմ դիմանա։ Պապի մեծ ոչ մի բան չի պատահի։ Ես էլ առաջվանը չեմ։ Արամ ջան, այդ աղջիկը տեղով մեր դժբախտությունը։ Քանի անգամ ասի, հեռու մնա Արփից, իր ընտանիքից։ Պապ նորից եմ ասում։ Իմ հետ ոչ մի բան չի պատահի, հանգիստ եղի։ Ես էլ առաջվանը չեմ։ Ես չտեսա, որ դու առաջվանը չես։ Արամ, էլի դու նույն նվիրվածությամբ վազում ես Արփի մոտ։ Նորից էլի նույն նվիրվածությամբ։ Ինձ ծանոթ էր այդ քո հայացքը։ Դու հենց մենակ այդ հայացքով ես վազում Արփի մոտ։ Մի չափազանցրու։ Արամ, եթե Աննան էլ չասեր, թե ուր ես գնում, ես ու կհասկանայի դու ուր ես գնում։ Արամ, ես քո ծնողն եմ, ես քո ամեն քայլը գիտեմ, ես մտածում էի, որ բանտում անցկացրած քո ժամանակը քեզ առետ կտար մտածելու, խորելու ես ամեն ինչի մասին, հասկանալու, որ Արփին քանը չի տղես, հասկանալու, որ քո կյանքը դժոխքի է վերածել։ Պապ մի մտածի։ Ես թույլ չեմ տա, որ իմ հետ առավելևս ձեր հետ ինչ-որ բան պատահի։ Դե որ տենց Արամ ջան։ Դու պետքա մի բան անես ինձ համար։ Քո համար։ Պետք է հենց անես, որ ես ինձ ապահով զգամ։ Հանգիստ զգամ։ Դու պետք է ամուսնանաս Աննայի հետ։ Հենց վաղներ գնացեք Զաքս Արամ ջան։ Գնացեք գրանցվեք, հենց հերթներդ հասնի ամուսնացեք։ Հայ Արամ։ Պապ, ես քայլում ես ուզում ապահովագրես։ Ինձ։ Ինչի համար։ Արամ, ինչա, դու չես ուզում ամուսնանաս Աննայի հետ։ Ուզում ես էլի անորոշ ուղղությամբ գնաս, հա։ Էլի վտանգավոր ու դաշնակ ճանապարհ։ Ինչի համար տղես։ Այդ քեզ դուր է գալիս։ Պապա, ինչ կլինի նենց ոնց դու ես ուզում։ Արամ, ես չեմ ուզում, որ իմ ուզածով լինի։ Ես ուզում եմ, որ քո ուզածով էլ լինի։ Լավ, պապ։ Բայց մի բան պարտադրելու եմ քեզ, Արամ։ Ասա, ինչ ես ուզում։ Մոռացի Արփին։ Մոռացի, տղես, եթե ուզում ես, որ ես լավ լինեմ, խոստացի, որ այդ աղջիկը Աննա էլ չես հոլովելու։ Խոստացի տղես։ Խոստանում եմ։ Խոստանում եմ։
Իմ ապրելու իմաստը կորում է։ Եթե ես քեզ չեմ կարողանում ուժով պահել, եթե ես քեզ չեմ կարողանում իմ կողքին ստիպելով պահել, նշանակում է ես կսկսեմ քո ամենամոտիկ մարդկանցից, քո երեխուց։ Դու ամեն անգամ ինձ հույս ես տալիս, որ ինձ կարճ եմ ես գարշելի կյանքից։ Մոտիկ չգաս։ Խնդրում եմ, Առնո, դու երեխուս խնդրում եմ, ամեն ինչ կանեմ, ինձ լսում ես։ Ես իմ ամբողջ կյանքը կառուցեցի քո շուրջ։ Դու ուտենց էլ չհասկացար, որ ես առանց քեզ չեմ կարող ապրել։ Եթե ես առանց քեզ կմեռնեմ, ուրեմն քեզ ու Մարկին էլ հետս կտանեմ։ Ու կսկսեմ Մարկից։ Կսկսեմ Մարկից։ Առնո ջան, Առնո խնդրում եմ։ Առնո տող երեխուս, Առնո տողի։ Աստվածիմ ես թույլ չեմ տա, որ Առնոն նեղացնի, թույլ չեմ տա։ Աննա ջան, գիտես, չէ ինչքան եմ քեզ սիրում, իմ հարազատ երեխու պես, ուզում եմ գալես, որ միշտ Արամիս կողքին լինես։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում, ձյաձ Վարդան, դուք էլ ինձ եք շատ հարազատ։ Դե ուրեմն դրա համար էլ ուզում եմ, որ վաղը գնաք ԶԱԳՍ ու գրանցվեք, ինչքան շուտ այնքան լավ, պետք չի ուշացնել։ Ինչքան շուտ։ Հա, հենց վաղն էլ գնացեք Արամ ջան գրանցվեք, որը կանչեն այդ օրն էլ կանուսնանաք։ Աննա ջան, կուզեմ, որ հիմա էլ մեր տանը մնաս, բայց լավ կլինի, որ օրենքով լինի, բալես։ Գիտես, դուք ինձ համար ինչքան թանկ եք։ Ես էլ եմ շատ ուզում, որ մենք միասին լինենք, որովհետև ամեն անգամ Արամից բաժանվելը այդ իմ համար շատ ծանր է։ Ես համաձայն եմ։ Ուրեմն տենց էլ կանենք։ Հենց վաղը կգնանք ու դիմում կգրենք։ Այդ իմ համար ամենաերջանիկ օրն է լինելու երեխեք ջան։ Ուրեմն կգնանք։ Խնդրում եմ, չզրկեք ինձ այդ երջանկությունից։ Չենք զրկի պապ ջան։ Ասեմ ավելին, սենց արդներ դեռ շատ կլինեն։ Դա Աստված երեխեքս։ Դա Աստված։ Նորմալ է ամեն ինչ, կերել է մորք։ Հա, նորմալ է, դուք ասեք, ինչ կա։ Այ, ահավոր շատ մարդ կար, բայց Էվան այդտեղ չէր։ Առնոն արգել էր Էվային, նոր թաղման կրում։ Ստված։ Այդ տղան աննորմալ է։ Ոնց կարելի է սեփական քրոջի չթողնել նոր թաղմանը գնա։ Լավ։ Ես գնամ իմ սենյակ։ Սուրճ բերեմ անդր։ Չէ, հոգնել եմ գնամ հանգստանում։ Պապան ամբողջ ընթացքում շատ լարված էր։ Եթե առանձնացա, ուրեմն Մարկին է հիշել։ Առնոն էլ էր շատ վատ։ Դե բնական է, մորն է կորցրել։ Երևի մայրը միակ մարդն էր, որ սիրում էր Առնոյին։ Հա, Առնոն էլ այդ ասում։ Ամենքան խեղճացած ես Առնոյին երբեք չէի տեսել։ Հոր ժամանակ այդպես չէր։
Արփի, Առնոն մորը կորցրել է, պետքա խեղճանար։ Հիմա ինչ, տեսավ ստիպելով չի ազդում, քո վրա խեղճացնում, հա? Մտքովդ չանցնի, հետ գնալ։ Առնոն են մարդ չի, որին կարելի է խղճալ։ Հասկացար ինձ։ Լավ, մամ, հասկացա։ Լավ, մամ, ես գնում փոխվեմ կգամ։ Առնոյի մասին քիչ մտածի։ Գնա։ Եկաք երեխեք ջան։ Հա, պապ ջան, դիմում գրեցինք ու եկաք։ Կարծում եմ երկար չենք սպասի։ Ես ուզում եմ որ շուտ ամուսնանեք երեխեք ջան։ Ինչ իմանամ, ես հիվանդ սրտով ինչքան կդիմանամ։ Պապ էլ դենց բան չասես։ Չասեք էլ նման բան։ Դուք դեռ շատ առիթներ եք ունենալու, որ մեր հետ ուրախանաք։ Դու պետք է միշտ առողջ լինես, որովհետև դու շատ կարևոր ես մեր բոլորի համար։ Իմ համար ամենակարևորը որ դուք երջանիկ լինեք երեխեք ջան։ Դուք պետք է առողջ լինեք, որ մեզանով ուրախանաք, իսկ հետո էլ ձեր թոռներով։ Գիտեք ինչքան եմ սպասել այդ օրվան։ Արփի, ինչ ես անում, չես ուզում երեխեքին դուրս տանենք։ Հա, մամ, հիմա գալիս ենք։ Դե արագացրու։ Աննա ջան, դու ես տան հարցն ես բարես։ Իմ Արամի ապագա կինը, իմ աղջիկը։ Պապան քեզ շատ է սիրում։ Ես էլ իրան եմ շատ սիրում։ Արամ, դու գիտես դրա մասին։ Աննա ջան, որ ասում եմ աղջիկս ես, ես դա պատահական չեմ ասում։ Ես կարևորում եմ այդ ամեն ինչը։ Եթե ուզում ես դու մինչև ամուսնանալդ կարող ես այստեղ մնաս։ Դու ինձ համար հարազատ մարդ ես բալես։ Ուզում եք ասեք, որ տեղափոխվեմ ստեղ։ Հա, Աննա ջան, ես որ ասել եմ օրենքով, այդ չի նշանակում, որ դու չես կարող մնալ։ Դու կարող ես այսօրվանից էլ մնալ մեր տանը բալես, եթե Արամը դեմ չի։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ճիշտ չեմ ասում, Արամ ջան։ Պապ, դու ինքդ էիր շտապեցնում ամուսնանալու հարցում։ Երեխեք ջան, Աննա ջան, Արամ ջան, այդ որ ասում էի օրինականացնենք, այդ չի նշանակում, Աննա ջան, որ չես կարող գալ մնալ։ Դու այսօրվանից կարաս քո իրերը բերես, եթե Արամը չի առարկում։ Շնորհակալ եմ շատ։ Ինչ կասես, Արամ։ Չէ, ես դեմ չեմ։ Ոնց ասես, տենց էլ կանենք, եթե ուզում ես մնալ, մնա։ Հանից պետք է դուրս գան, գործեր ունեմ։ Բայց ոտքը ցավում է, ոնց ես գնալու Արամ։ Նորմալ է։ Անհետաձգելի գործ է, չեմ կարող չգնալ։ Արամ, ուզում ես ես կգամ քո հետ, մենակ չես լինի։ Չէ, դու մնա տան ավելավա, ես շուտ կգամ։ Լավ, բարև, ինչ կա, ոնց ես։ Գործով դուրս եմ եկել, ինչ կա։ Լավ, կարաս կես ժամ ժամանակ հատկացնես, խոսելու բան կա։ Ո բան չի եղել, արա։
Չէ, ոգի հեռախոսով խոսելու չէ։ Սպասի ձեր տան մոտ էսա կտամ, մոտիկ եմ ես։ Արփի։ Արի։ Ոնց ես պապ ջան։ Նորմալ եմ։ Լավ։ Պապ, ես երեխեքի ու մամայի հետ դուրս եմ գալիս։ Գնանք մի քիչ ման գանք։ Լավ եք անում գնացեք, ես էլ կգայի, բայց ոնց որ այսօր օրը չի, մի քիչ հանգստանում։ Ես քեզ խոսք եմ տալիս։ Ես Մարկի մարդասպանին կգտնեմ, պապ։ Պապ, սրանք ուղղակի խոսքեր չեն, ես գիտեմ ինչ եմ ասում։ Բայց մարդը արդեն խոստովանել է։ Դու էլ ես շատ լավ հասկանում, որ իրական մարդասպանը հիմա ազատության մեջ է։ Պապ, մենք հանգիստ շունչ կքաշենք միայն այն ժամանակ, երբ իրական մարդասպանը ճաղերի հետևում հայտնվի։ Դե գուցե ինչ-որ մի բան դեռ պարզ չի, բայց եթե անգամ ճաղերի հետևում հայտնվի, միևնույն է, Մարկին հետ չենք բերի։ Հա, ճիշտ ես։ Ճիշտ ես, հետ չենք բերի։ Գիտես ինչ, արդարություն կա, ու մի օր հաստատ կիմացվի թե դա ով է, ու ինքը իր արժանի պատիժը կստանա, որովհետև մարդը չի կյանք տալիս, որ մարդում սպանի։ Մարդը տալիս է, բայց այդ սպանողը չի տվել կյանք նրան։ Ուրեմն պիտի պատասխան տա։ Ու կտա։ Ու կտա, ու կգտնվի մի մտածի, ու քեզ մի տանջի։ Ես կգտնեմ մարդասպանին։ Ես գիտեմ ինչ եմ ասում, հավատա։ Լավ, պապ, գնանք։ Լավ, Այ մասա տեսնեմ ինչ ա եղել, անհանգստացա, որ զանգեցիր։ Դա Սոնոյի հետ է կապված։ Ճիշտն ասած ես տենց էլ մտածում էի։ Ինչ ա եղել։ Աննան մեր տանն ապրում։ Այսօր գնացել ենք ԶԱԳՍ-ում դիմում գրել։ Շատ լավ, աղբեր ես, շնորհավոր։ Ապրես դավ ջան։ Բա ինչի տենց թաքուն։ Դե ես էլ չգիտեի այն օրը։ Լավ, ուրիշ բանի համար եմ կանչել քեզ։ Ասա տենամ ինչ ա եղել։ Դա ուզում եմ, որ դու Էմայի հետ կապ պահես։ Հիմա ունեն իմ բոլոր քայլերը հետևում եմ։ Ուր գնացի, ինչ արեցի։ Ինձ պետք է, որ դու Էմայի հետ անդադ խոսես։ Այդ նորմալ է, նոր եք ամուսնանում։ Բա ինչ էիք ուզում։ Տաղջիկը խանդում է։ Դավ դա ինձ հետ է։ Ես պետք է անդադ Էմայի հետ կապ պահեմ։ Բայց ես չեմ ուզում թաքուն անեմ այդ ամեն ինչը, ամենայն էլ չեմ ուզում ասեմ ու չեմ ուզում նեղացնեմ։ Կանես։ Հասկացա։ Խնդիր չկա, համարը դու կզանգեմ։ Ոչինչ չէ, որ քեզ եմ խնդրում։ Բա ինչ խնդիր արամ։ Ես քեզ լրիվ հասկանում եմ։ Դա ով իմաց անային գտնել շատ կարևոր է։
Չպետք է մեր ձեռքից բաց թողենք։ Հա, ինքը պետքա պատասխան տա քո հետ սենց վարվելու համար։ Դավի մասով ես այդքան չեմ անհանգստանում ինչքան որ արփի։ Ես խոսք եմ տվել իրան, որ կգտնեմ Սոնային։